Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ ինչա հիբրիդային հարձակումը, հետո պնդումներ անել հիբրիդային հարձակումների հետ կապված, որովհետև մշտապես կեղծ լուր քաղաքական ընդդիմախոսների կողմից ինչ որ կեղծ պնդումները նրանք հիբրիդային հարձակումներ են որակում, այնինչ հիբրիդային հարձակումը ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության ներքո, որ դուք նշեցիք, այսինքն արտաքին միջամտությունը արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները եւ մենք տեսնում ենք շատ բացահայտ հստակ կերպով ասում ենք եւ ռուսական եւ թուրքական եւ ադրբեջանական տարբեր մամուլներում մենք տեսնում ենք եթե կոնկրետ հիբրիդային հարձակումները fake news-ի մասովի նկատի ունենք, մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքում է վարչապետի մամուլի խոսնակը երեկ էլ է տեղի ունեցել նման հարձակում, գիտեք հրապարակումները տարբեր անանուն կայքերում են լինում կամ շատ հայտնի կայքի որևիցե տար փոփոխությամբ, որպեսզի շփոթեցնեն քաղաքացիներին եւ այն տեղեկատվությունը, որը վերաբերվում է վարչապետի ընտանիքին, մեր կառավարող ուժի մասին ինչ որ անհեթեթ պնդումներին, մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել մինչեւ հայկական մեդիա դաշտը կլծվի դրանով եւ ես հորդորում եմ նաեւ լրատվականներին, որպեսզի հետևեն այն հերքումներին եւ շարունակեն տարածել այդ տեղեկատվությունը, որը արտաքին միջամտությունը մեր երկրի ներքին գործ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։